Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը պատրաստվել է տարածաշրջանային պատերազմին։ Այ, չգիտեմ ինչի է պատրաստվել Նիկոլ Փաշինյանը, բայց որ մեր բոլորիս է պատրաստել պատերազմի, այդ արդեն բացահայտում է։ Նրան լսել չեմ ուզում ես։ Ոչ։ Ո՞վ ամեն ինչ անում է ոչ իվա։ Ինքը եկեղեցու է պատերազմ անում, ոչ մեկի այդ պատերազմ չի կարող անել։ Նրան այդքան ուղեղ չունի։ Ամեն ինչ թողել է, չէ, աշխարհը ինչ վիճակում է, ինքը ընկել է եկեղեցու հետևից։ Վերջացավ։ Նրա ուղեղը այդքան է։ Իրեն հարցրեք, այդ ինչ է կարծում։ Ոչ, իհարկե ոչ։ Որովհետև ինքը հանգիստ է ընդհանրապես ելույթների ժամանակ եւ կարծում եմ ներքին կարգով իրանք այդ հարցերը լուծում են։ Ունենք արդեն լավ բարեկամներ։ Չէ, կարծում եմ պատրաստ չի։ Կարծում եմ պատրաստ չի։ Պատերազմը արդեն քթներից տակ է։ Բայց պատրաստ եք։ Պատրաստ չի։ Ինձ թվում է ոչ։ Համոզված եմ, որտեղ ինքը ամեն ինչ անում է խաղաղության համար։ Բայց հիմա Իրանն ու Իսրայելը այսպես հարձակվում են իրար վրա եւ եթե տարածաշրջանում պատերազմ սկսվի Հայաստանն էլ ներքաշվի, պատրաստ է արդյոք Հայաստանը։ Չգիտեմ, կասկածում եմ, որտեղ շատ պետություններ պաշտպանում են Հայաստանն, ինձ թվում է թույլ չեն տա։ Ոչ։ Ինչի բանամ Հիմա Իրանն ու Իսրայելն իրար վրա։ Այո, բանա։ Եթե ասված մի արած Հայաստանն էլ ներքաշվի սրա մեջ պատրաստ է ձեր կարծիքով Հայաստանը տարածաշրջանում։ Իհարկե պատրաստ չի, ինչ ունի Հայաստանը այսօր որ զենք ունի, որ կռվի, պատրաստ չի, իհարկե, բայց մենք այդ հիրախում ենք գտնվում էլի։ Այո, այդպես փոխարեն մտածենք դրա համար բանը եկեղեցում ենք կպնում, եսի ինչ, եկեղեցի բան ենք ասում, ինչա ինչա չուլան ենք սարքում, այո, բամո չի մեզ, շատ ամհարմար է, այո։ Չէ, ինձ կարծում չէ։ Իրանն ու Իսրայելը այսպես արդեն ոնց որ հակամարտություն են սկսել, եթե Հայաստանը ներքաշվի տարածաշրջանային պատերազմին, պատրաստ ենք արդյոք։ Մենք պատրաստ ենք, ժողովուրդը, հա, մենք, ժողովուրդը։ Դե հիմնականում կառավարություն, իրաք զինուժը պիտի մտածի։ Մեկ էլ կարող եք դիմակայել, Հայաստանը կարող է դիմակայել։ անպայման ենք դիմակայող ազգ ենք, ժողովուրդ ենք, ամուր ենք։ Բայց մնացածը արդեն աղջիկ ջան, զենք էլ չունենք, ձեռք ունենք, խելք ունենք։ Մի խոսքով լավ կլինի։